Լեո Վարդանյանը վերադարձել է ժամանակակից արվեստի թանգարան, այս անգամ իր խորը կարմիր անհատական ցուցահանդեսով, որի եւ հեղինակն է, եւ համադրողը, եւ անգամ դուսային ձևավորողը։ Խորը կարմիրը Լեոյի վերջին 20 տարիների ներհայեցողության եւ պրպտումների արդյունքն է, երբ պարբերաբար ակամա վերադարձել է կարմիրին, որը նկարչի ենթագիտակցության մեջ հիմնարար գույն է եւ ընդգծված մոգական խորություն ունի, եւ հիմա 5 տասնյակից ավելի գործերով կարմիրի այնպիսի գերիշխանություն է ստեղծել, որն ամբողջության մեջ գույնի նրբերանգների բազմազանության եւ տարատեսակների իսկական հայտնություն է։ Մենք տեսանք, որ այդ մի կարմիրը ինչքան տարատեսակություններ կարող է ունենա, որ դա մի գույն չի։ Եվ սա առաջին դեպքը չի, մենք ունենք իհարկե նկարիչներ, որոնք հենց գույնով են միշտ կոնկրետ գույնն է իրանց, ոնց որ հիմնական գործող հերոսը իրենց կտավների, ոչ թե ինչ որ պերսոնաժներ, ունենք նաև նկարիչներ, որ գունաթերապիայով են զբաղվում, բայց այստեղ ուզում եմ ընդգծեմ շատ բարձր ճաշակը։ Խորը կարմիրի օրինակով Լեո Վարդանյանը վերահաստատում է, որ մեկ գույնը կարող է ընդգրկել ոչ միայն մարդկային հույզերը, այլև ոգեշնչումներն ու ներշնչանքները, եւ այդ կարմիրի մեջ հեղինակը վերագտել է իր Ռեմբրանդտին, Վելասկեսին եւ կամ էլ նույն խորը կարմիրը տեսնում է երկեհոնային երաժշտության եւ թավջութակի մեջ։ Բազմաշերտ կարմիրի այս շարքում բնապատկերային մի քանի գործեր հիշեցնում են շերտավարակույրից ներթափանցող մայրամուտի լույսը եւ դարձյալ ընդլայնում գույնի եւ մասնավորապես կարմիրի մասին մեր ընկալումների սահմանագիծը։ Ցուցադրական այս ինքնօրինակ նախագիծն իր ամբողջության մեջ խիստ անձնական մոտեցումների եւ կատարելության ձգտման արդյունք է։ Ֆրանսիացիները ունեն ամբիանս բառը, այդ ամբողջ ատմոսֆերան, այդ մթնոլորտը, որ ինքը ստեղծել էր այս իր գործերը շատ հմուտ էքսպոզիցիան, հատուկ լուսավորության այս սցենարը, որ ինչպես տեսնում եք շատ մտածված է, եւ անգամ հոտ կար, այդ օրը հատուկ հոտ կար, որը երևի թե կարմիր էր իր համար։ Ժամանակի հետ Լեոն հետևողականորեն ճանապարհ է հարթում գեղագիտության իր տեսակի համար, մշտապես պահպանելով հավատարմությունը վերացական արվեստին եւ ամեն նոր ցուցահանդեսով սահմանելով ստեղծարարության նոր, ավելի բարձր նշաձող։ Նունե Ալեքսանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։